Կոստան ջան, շնորհակալություն լավեն ընդունելու համար եւ այսպես երեք տեսակ թե նոր թաղապետարանում ինչ տեղի ունեցավ։ Քիչ առաջ մենք ուղիղ եթերում այնպես փոխանցեցին թե ինչ վայրագություն է տեղի ունեցել Արմավիրի ոստիկանությունում։ Ինչի մեջ ենք եւ չգիտեմ, արդյոք սա իշխանության վերջին զենքն է մնացել, ինչպես մեր հյուրերից մեկը ասել եւ հրահանգը տրված է ծեծել, ջարդել, ստորացնել եւ հարձակվել։ Եվ նաեւ ասում են, որ վերջին զինանոցն են հանել, քանի որ արդեն այնպիսի վիճակում են աջակիցներ չունեն, ընտանիքի անդամներին են հանել, գիտեք, որ Սրբազան պայքարի երիտասարդները նախաձեռնությամբ են հանդես եկել, երեք նաեւ իրենց վրա է հարձակվել ՔՊԱ-կան Վահագն Ալեքսանյանի մայրը։ Խնդրեմ։ Եկեք, քանի որ այսօր աշխատավորների տոնն է, ես ուզում եմ բոլորիս շնորհավորել, բոլոր աշխատող մարդկանց շնորհավորել այս տոնի կապակցությամբ։ Հայ ազգը այնպիսի վարքագիծ է մշտապես դրսևորել, որ նա աշխատանքի ջատագովն է եւ մշտապես աշխատելու կողմնակիցն է եղել։ Խորհրդային տարիներին, ովքեր որ իմ տարիքի են, շատ լավ հիշում են, որ մենք գնում էինք այդ օրը նաև պարադ կար, միգուցե կեղծիքներ կային, որովհետև հիշում եք Լենինի, ինչ որ Մարքսի, Էնգելսի նկարներն էին եւ այլն եւ այլն։ Դա դնենք մի կողմ, բայց այնուամենայնիվ այսօր նաև Ֆրանսիայում են տոնում այս օրը որպես աշխատավորների տոն եւ այս հեղաշրջումը, տեղափոխությունը, ինչպես կուզեք նշեք, ինչպես կուզեք գնահատեք, երբ տեղի ունեցավ 2018 թվականին, ձեզ խոստացել էին, որ դուք ունենալու եք արժանապատիվ ապրելակերպ եւ ունենալու եք այնպիսի աշխատանք, որի շնորհիվ դուք կարողանալու եք հոգալ ձեր բոլոր կարիքները եւ արժանապատիվ ապրել, այսինքն այնքան գումար ունենալ գրպանում, որ կարողանաք հոգալ բոլոր անհրաժեշտ ծախսերը։ Բայց այնուամենայնիվ այդ աշխատանքը, որը ձեզ խոստացվել էր, այդպես էլ այս 7 տարիների ընթացքում ձեզ չտվեցին, դեռ ավելին ձեզ խոստացել էին, որ այդ այսպես կոչված թալանը հետ են բերելու եւ բաժանելու են ձեզ, թալանը հետ չբերեցին եւ ձեզ ոչինչ չբաժանեցին։ Իհարկե շատերը կային, որ չէին հավատում, որովհետեւ նման խոստումների հավատալը դա կլիներ մանկամտություն կամ տգիտություն կամ ոչ հասու քաղաքական միտք, բայց այնուամենայնիվ շատերը ձեզանից, այդ թվում նաև կրթված մարդիկ, այդ թվում նաև պարկեշտ մարդիկ հավատում էին, ասում են Զարուհի ջան, թողեք հավատանք էլի, մի խանգարեք մեզ, նման արտահայտություններ էին անում։ Ցավում եմ այսօր այդ մարդիկ ասում էին ինչքան դուք ճիշտ էիք, ինչպես այդ որտեղից դուք գիտեիք, որ ինչի համար են բերում Նիկոլին, այդ որտեղից գիտեիք, որ Նիկոլը լինելու է ահավիրք Հայաստանի համար, հայ ազգի համար։ Իհարկե կանխատեսելի էր, որովհետև այդպիսի անձանցից այլ բան սպասել հնարավոր չէր, ճանաչելով նրանց քաղաքական վարքագիծը, ընդհանուր առմամբ իրենց ապրած կյանքը եւ իհարկե նաեւ ունենալով գիտելիքներ աշխարհաքաղաքականության վերաբերյալ, այս ամենը կանխատեսելի էր։ Հիմա տեսեք, ձեզ ոչինչ չվերադարձրեցին։ Այդ թալանը, որը տեղի էր ունեցել այդ շուրջ 30 տարիների ընթացքում, այդպես էլ չվերադարձվեց, ինչ է որ ումից որ վերցրել են, փոխանցել են մեկ այլ մարդկանց գրպանները, իսկ հիմնականում հենց իրենց գրպաններն են դա փոխանցվել, եւ դուք նաեւ չստացաք արժանապատիվ աշխատելու հնարավորություն եւ իրավունք։ Շատերը ձեզանից փորձեցին հետ վերադառնալ Հայաստան, բայց այդպես էլ գործ չկարողացան դնել, որովհետեւ նույն համակարգն է ավելի բեթար տարբերակով, դեռ ավելին Արցախահայությունը զրկվեց իր եւ բնորանից եւ նաեւ աշխատատեղերից։ Այսինքն մենք արձանագրում ենք, որ այս 7 տարիների ընթացքում ձեզ ինչ որ խոստացել էր այս կոչեցյալ անձնավորությունը, ինչպես կոչենք, ինքը ասում է, որ եթե իրեն թուրք են անվանում, ինքը դրանից չի նեղվում, չի նեղանում։ Ես իրեն անվանում եմ թուրք, այդպես էլ կա, թուրքը դա ազգություն չէ,
սա ազգային ատելության խոսքի մեջ չի մտնում, որովհետև թուրքը դա խումբն է, որը մարդկության ստորին դասին է պատկանում, դա ես չեմ ասել, դա ասել են դասականները դեռ 100 եւ ավելի տարիներ առաջ։ Հիմա թուրքերը զավթել են Հայաստանում իշխանությունը։ Հետևաբար, եթե թուրքերը զավթել են Հայաստանում իշխանությունը, ապա դուք չեք ունենալու ոչ արժանապատիվ աշխատանք, ոչ հնարավորություն զարգանալու, արարելու, ստեղծելու, ստեղծագործելու եւ ոչ էլ հնարավորություն արժանապատիվ ապրելու, այսինքն ձեր կրպանը շարունակելու է մնալ դատարկ։ Ձեր թոշակները մեր թոշակառուների չեն բարձրանալու, իսկ եթե բարձրանան էլ այնպիսի ծիծաղելի գումարումներ կլինեն, որ ձեր կյանքը դրանց որևիցե կերպ չի փոխվելու, դեռ ավելին այնքան թանկացումներ են լինելու, որ ձեր կյանքը եղել են նաև այդպիսի թանկացումներ, որ ձեր կյանքը ավելի աղքատացել է։ Հիմա սա ինչ վերաբերում էր մեր այսօրվա աշխատավորների օրվանը։ Ովքեր որ աշխատում էին, նույն ձև շարունակում են աշխատել, նույն ձև շարունակում են ստանալ չնչին գումարներ, ոչ բարձր աշխատավարձ, ոչ խրախուսում, այդպես էլ շարունակում են ապրել։ Մինչդեռ ինչ որ մի խմբակ, որը թուրքական խմբակ է, մեր հարկերի հաշվին ստանում է աստղաբաշխական վարձատրություն, որը տրվում է նրանց ոչ միայն աշխատավարձի, այլ նաև խրախուսումների եւ այլ վճարների տեսքով։ Սա կատարվում է ձեր գրպանից, սիրելի քաղաքացիներ։ Այդ խմբակի սպասարկումները երևի կկազմեն շուրջ 5000 հոգի, 5000 հոգի ստանում են աստղաբաշխական գումարներ ձեր հաշվին։ Ընդամենը 5000 հոգի է այդ աստղաբաշխական գումարները ստանում, դրանց հետո արդեն գալիս է ավելի ցածր խավ, որը սպասարկում է այս խմբակին, այս թուրքական խմբակին, էլի ստանում են գումարներ, որը նորից բարձր է օրինակ ուսուցիչի գումարից, օրինակ բժշկի գումարից, օրինակ զինծառայողի գումարից, դրանք իհարկե այն խավն են, որը որպես վարչական ռեսուրս օգտագործվում է այս 5000-անոց խմբակի կողմից, այդ ոստիկանության աշխատակիցներն են, ովքեր որ այդ տարբեր գույնի բերետներով հարձակվում են քաղաքացիների վրա, ծեծ ու ջարդ են իրականացնում, հանիրավի մարդկանց կալանավորում, բանտարկում են եւ գործեր են սարքում նրանց նկատմամբ։ Վերջերս մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ, օրինակ, այսինքն վերջերս 2 օր առաջ ականատես եղանք, թե ինչ է տեղի ունենում Երևանի թաղապետարաններից մեկում, որը ղեկավարում է Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Տեր-Մարգարյանը։ Այս Տիգրան Տեր-Մարգարյանին ես ծանոթ եմ, բավականին երկար ժամանակ։ Այս Տիգրան Տեր-Մարգարյանը շատ մտերիմ հարաբերություններ ուներ ՀԱԿ-ի շրջանակների հետ, ՀԱԿ կուսակցության շրջանակների հետ, ներկայացուցիչների հետ, եւ նրա վարքագիծը համենայն դեպս այն ժամանակ, երբ ես նրան ճանաչում էի, այսքան լկտիաբար ես նրան չէի տեսել, որ այսպիսի լկտի վարքագիծ կարող է դրսևորել, պարզվում է մարդուն պետք է 10 իշխանություն, պաշտոն, աթոռ, որ նոր ճանաչես այդ մարդուն։ Այսինքն ցանկացած մարդ պետք է անցնի այդ ճանապարհով, նստի ինչ-որ մի պաշտոնի, աթոռի, որպեսզի դու ճանաչես նրան իսկապես ճանաչես, էլի, այսինքն հենց տեսնում են աթոռին, այդ աթոռին նստում են, իրենք իրենց վրա զարմանում են, այդ իրենք են, թե ինչ-որ մեկի վարորդն էին, այդ իրենք են, թե ինչ-որ մեկի շիշ բռնողներին, այդ իրենք են, թե ինչ-որ մեկի փոշին մաքրողներին, այսպիսի փաստորեն հնարավորություններ է տալիս այդ պաշտոնը աթոռը տվյալ մարդուն, մեկի մեջը արթնանում է գազանը, գազան, որը կարող է ինքը լինելով իշխանություն, ինչ որ մի քաղաքացու եւ դա կապ չունի այդ քաղաքացին, ում է ներկայացնում, հրաման տա կամ անմիջապես ինքը նույնպես սկսի հայոյել,
հրաման տա, որ այդ քաղաքացու նկատմամբ տեղական ինքնակառավարման մարմնի շենքում, պաշտոնական շենքում նրա նկատմամբ տեղի ունենա բռնություն, այսինքն ինքը հրամայում է եւ մի խումբ մարդիկ հարձակվում են մի անձի վրա տեղի է ունենում հարձակում, բռունցքներով հարվածում են ընդհուպ մինչև գլխին, հետո էլ մեկնաբանում են, որ իրենք գործել են որպես հայ եւ որպես տղամարդ։ Գիտեք, որևիցե այդտեղ երկրորդ կարծիք գոյություն չունի, ոչ, դուք հայ չեք, դուք թուրք եք։ Ինչպես Նիկոլ Փաշինյանն է, որ չի կաշկանդվում, որ իրեն թուրք են ասում, դա ընդունում է, որ գնում է Էրդողանի մոտ ոտերն է լպստում, չգիտեմ ինչն է լպստում, այդ ժամանակ այն գլուխն է խոնարհում, գիրքն է վերցնում, չգիտեմ որ մասն է համբյուրում, թե ինչ է անում, դուք այդպիսի կարգավիճակում եք, դուք հայ չեք, հայ մարդը նման գործելակերպ իրեն թույլ չէր տա, որ պետական պաշտոն կրող անձը, որպես պետության կողմից ներկայացուցիչ, որի հետ թիկունքում փակցված է Հայաստանի զինանշանը, այդ զինանշանի ներքո իրավունք ունենա հրաման տա իր աշխատողներին հարձակվել մի քաղաքացու վրա եւ ասել, որ այդ քաղաքացուն ծեծեք բռունցքներով ինչով կարող եք ծեծել, դա հայ մարդուն հարիր, որևիցե կերպ հարիր վարքագիծ չէ, դուք հայ չեք, դուք թուրք եք։ Երկրորդը, այդ որ ասում եք տղա եք, գիտեք, ես մեծացել եմ, այո, այնպիսի շրջապատում, որ ինձանից կրտսերները, իմ եղբայրները տղաներ էին, ես իրենց հետ մրցակցում էի, տղաների շրջապատում, տղավարի որ խոսենք, մի հոգուն 100 հոգով չեն ծեծում, դա տղավարի չէ, եթե դու տղա էիր, կանչեիր այդ տղային, ինչ որ միտեղ, եթե այդքան ցանկանում էիր տղավարի ինչ որ հարցեր լուծեիր, մի հատ այդ ժամանակ, այդ որ փորդ մի քանի մետր մեծացրել ես, այսինքն այդ պաշտոնից օգտվելով այնքան ես նստել այդ աթոռի վրա, որ փորդ է մեծացել, առաջ գնացել, վարորդի կարգավիճակից փորդ է առաջ գնացել, այդ մեծ հարցական է, այդ քո փորովը դու կարող էիր այդ տղային կամ անձին կամ չգիտեմ ում որ ցանկանում էիր ծեծել, կարող էիր ծեծել, թե դու կծեծվեիր, այսինքն դու տղա չես, ոչ հայ ես, ոչ տղա ես, սա քո կարգավիճակը։ Հիմա բայց սա խոսում է այն մասին, որ ոչ դու հայ ես, ոչ տղա ես, դու թուրք ես եւ դեռ պարզ չէ դու ինչ սեռի ներկայացուցիչ ես, բայց դրա հետ մեկտեղ դուք շատ թույլ եք եւ ամենաթույլ օղակն եք խոցելի, որ այս իշխանությունը սկսում է տապալվել, այսինքն թուրքական իշխանության խոցելի մի օղակը արդեն իսկ զգացնել է տալիս, որ հիվանդացած է, չգիտի ինչ անել եւ արդեն քայքայվան այդ եզրի մեջ է գտնվում։ Հիմա անցնենք մյուս հարցին, մյուս հարցը վերաբերում է նորից ծեծ ու ջարդին ոստիկանությունում։ Ես հասկանում եմ, որ ոստիկանները ժամանակին ինչ-որ դեղ էին ստանում, որպեսզի ագրեսիա դրսևորեին, ծեծեին մարդկանց, հիմա բերել են ամենաստոր խավին, դարձել են ոստիկան, էլ դեղի կարիքն էլ չկա, որովհետև նրանց ուղեղները բավականին թերի է, այս նրանց են քսի տալի մարդկանց վրա եւ ասում են ծեծեք եւ ջարդեք։ Այդ նույն այդ խավը վաղը չի հասկանում, որ պատասխանատվության է կանչվելու։ Ցանկացած բարձրացված ձեռքի համար եւ ոչ իրավաչափ ուժի գործադրման համար դուք պատասխան եք ստանալու։ Այսինքն այդ պատասխանը ձեզ տրվելու է եւ պատասխանը ոչ թե տրվելու է հենց այնպես, որ ինչ որ մեկի հրամանն է կատարել, դուք անմեղ եք եղել, ոչ, յուրաքանչյուր անձ պատասխանատու է լինելու իր կողմից բարձրացված ձեռքի համար։ Ոստիկանության աշխատակիցների միջոցով, ամբողջ ոստիկանական համակարգի միջոցով այսօր ահաբեկում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր իրենց բողոքի ձայն են բարձրացնում ապօրինությունների դեմ։
Սա ժամանակավոր է։ Ճիշտ է, մարդիկ ձեզանից կարող են վախենալ, որոշները կարող են հետ կանգնել պայքարից, որոշները կարող են ծախվել, դա էլ կա մեր հասարակության մեջ, որոշները կարող են նահանջել, բայց այս ամեն ինչը ժամանակավոր է։ Կան հստակ մարդիկ, ովքեր ոչ ծախվելու են, ոչ նահանջելու են, ոչ վախենալու են, ոչ ձեր հետ գործարքի են գնալու, ընդհակառակը գալու են ձեռնաշղթաներով ձեր հետևից եւ հատ-հատ ես արդեն զգուշացրել եմ տիկին Սրբուհի Գալյանին եւ մի տիկին եկա Ծովինար է անուն, ազգանունը չեմ հիշում, ով քրեակատարողական ծառայության պետ է հանդես գալիս, այս երկու տիկնոջը զգուշացրել եմ, որ պատրաստ եք բավականին շատ խցեր են մեզ անհրաժեշտ քրեակատարողական հիմնարկներում, որովհետև շուտով այս մարդիկ, ովքեր գործել են այս 7 տարիների ընթացքում այդ ապօրինությունները, տեղափոխվելու են օրենքի շրջանակում, դատական ակտերի, արդար դատական ակտերի հիման վրա, տեղափոխվելու են քրեակատարողական հիմնարկ, այնտեղ էլ իրենց սպասողներ կան, որովհետև շատ մարդիկ կան այնտեղ գտնվում են հանիրավի, այդ խցերն էլ փոխանակում են կատարելու։ Մասնավորապես Ավինյանի հետ փոխանակում է կատարելու Արմեն Բիլյանը, Պավել Մանուկյանը մեկ այլ անձի հետ է փոխանակում կատարելու, իր խուցը տրամադրելու է, ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանին։ Նենց որ ձեզ լավ կդիմավորեն այնտեղ, հարգելի, այսպես եմ դիմում, որովհետև կարգն է այդպիսին, եթե դու հանդես ես գալի որպես իշխանության ներկայացուցիչ, ապա պետք է հարգես մարդու իրավունքները, եթե դու հանդես ես գալիս իշխանության անունից, ապա դու չես կարող մարդուն վիրավորել, այդ իսկ պատճառով է ասում եմ ձեզ, հարգելիներս, հարգելի ոստիկանության աշխատակիցներ, սպասեք, պատրաստվեք, շուտով տեղափոխվում եք այդ խցերը։ Հիմա երկրորդ չափանիշը խուճապի մասին։ Սա վերաբերում է այն ԿՊ-ականներին եւ կցորդ մարմիններին, ովքեր որ օգնում են այդ ԿՊ կոչեցյալը, Քեմալական պայմանագիր կոչեցյալին, դեռ զավթած պահել